ամենա արժեքավոր եւ անկին ժամը դերոջը ներկայությունն է, որ քին չունի, անսահման է, աշխարհի բոլոր թվանշաններ, եթե կողքովի տնենք, դերոջը ներկայության արժեքը չի գնար հասնել, անոր համար որպես Աստծո զավակներ, որքան մենք ուրախ պետք է լանք, որովհետև դերոջը ներկայությունը կվայելենք, եթե հոգի աչքերնից բացվի, արդյոք ինչեր մի տեսնենք այդ սրահի մեջ, ինչեր մի տեսնենք, արդյոք մեր մարմնեղեն աչքը պիտի ընդունի, կամ պիտի համոզվի մեր տեսածներուն, ես կխորիմ, որ ոչ, հուսեմ, թուղթար տեսագոնիցես գարտալ, երկրորդ գլուխեն է, 10-12 համարները, թուղթար տեսագոնիցես, երկրորդ գլուխ, 10-12 համարները, դուք վգա եք և ասվածալ, թե ինչպես սրբությունով ու արդարությունով և անարոդությունով վարվեցանք ձեզի հետ, որ հավատացիք, ինչպես գիտեք, ձեզվե ամեն մեկը, ինչպես հայրը իր որդիները, այնպես կհորդորենք ու կմխիթարենք և կվգայենք, որպեսզի դուք Աստծո հաճելի եղածին պես քալեք, որ ձեզ իր թագավորությանը ու իր փառքին կանչեց։ Անգամ ևս 10-րդ համարը գտնեմ, դուք վգայեք և ասվածալ, թե ինչպես սրբությունով ու արդարությունով և անարատությունով վարվեցանք ձեզի հետ, որ հավատացիք։ Այսօր հարցում մնե, մենք մեզի կխոսենք, թե ինչու ապաշխարողներ չեն ըլլար, թե ինչու մարդիկ այսօր Աստծուց հեռացած կյանքեր կապրին, թե ինչու մարդիկ ուղղակի ըմպոստացած են այս օրերուն մեջ, արդյոք մեծ բանը պետք է պատահի, որպեսզի մարդոց սիրտերը գագուգնա։ Ես կհիշեմ 1957 կամ 56 մեծ երկրաշարժ եղած էլի բանանի մեջ եւ շատեր ապաշխարած են, ասի լսած եմ, մանկության ադենս լսած եմ, արդյոք այդպիսի բան մը կսպասի աշխարհը, որ դերոջը դառնա, չեմ դերը ողորմի։ Բողոս առաքյալ շատ հստակ կնե, դուք կսե վգայեք, վգան անցն է, որ թեպքիմը, կամ հանտեսիմը, կամ հավաքույտիմը ագանադես է, ներգա է, ուրիշեն չի լսեր, ինքը հոն ներգա է, գտեսնե և գլսե։ Բողոս առաքյալ այդ համարձակություն ունի, լսելու, որ դուք կվգայեք, և ոչ միան հավատացյալներուն գսե, մեջբերուն գնե գսե ասվածալ, ինչ մեծ պատասխանատվություն է, մարդիկ հավատացյալներ կվգայեն և ասվածալ, ինչու գարտացինք 3 բառեր, որոնք իրապես հավատացյալին երբեմն բշարժե, երբեմն ուրախացնե, երբեմն ալ կստապեցնե, 3 բառեր են, գսե սրբությունով, արդարությունով և անարատությունով, ասե կաղնիկը, գուզես կու հավատքդ փոխանցել, այս 3 բաները կու սեպականությունը դրե, շատ դյուրին է, այսօր ինչու չեն հավատար, գսեն ասինչին նայիր, դուք գսես հավատացյալ է, ասանք կնե, անանք կնե և այլն, անոր համար իր աստեցությունը կգործնցնե, դուն անգևերջ ինչ կուզեսնե, ուզեսնե ձունգի վրա կալ է, իր աստեցությունը մեմը որ գործնցնե, դեղը չի գտներ, բայց Բողոս առաքյալ այդ համարձակությունը ունի հավատացյալները որպես վգա, սրբություն, արդարություն և անարատության մասին կխոսի, որովհետև իրենց հետ այդպես վարվեցան, վարմունք մգա, հարաբերություն մգա,
Ինչ իմաստ ունի ես արդոնեմի չէր գուն ավետարանի մասին համարներս եմ, բայց իմ կյանքս չի խոսիր։ Ես հոն չեմ։ Ասե Բողոս Արաքյալին միտքը վարմունք կսե, որտեղ վարմունքը գտեսնե այս վգաները ինչու վգայեն, որովհետև տեսան Բողոս Արաքյալ եւ իր գործակիցները ինչպես իրենց հետ կվարվին։ Չեն ասել, որ հիմա ես գիշերը եկար թուրս սարգիր, չեն ասել, որ հիմա ես սպաղ եմ, միշտ ավետարանին թուրը բաց էր, այս հավատացյալները այդ մեկը տեսան Բողոս Արաքյալի եւ իր գործակիցներու մեջ, այդ վարմունքը, ադոր հիման վրա Քրիստոսի դարձան։ Ինչու ընդմիջում գնե Աստվածալ, որովհետև Աստված ամեն ուրեք է, ամեն դեղ է Աստված, ամեն դեղ է, որպես վգա, ամեն դեղ է, Բողոս Արաքյալ որ գործեր Թեսաղոնիկեցիներու մեջը, Աստված ուն ներկա էր։ Դավիթ թագավոր այս փորձառություն ուներ եւ Սամոս 139-րդի մեջ 7 եւ 8 համարներ այսպես կսե. Ուր երթամ քու հոգի հետ եւ քու երեսետ ուր փախչիմ, եթե երկինք ելեմ թուն հոնես, եթե դժոխքը անգողին ընեմ, ահա թուն հոնես։ Վահվդերու դեր չկա։ Այս մեկը Դավիթ թագավոր լավ հասցած էր։ Գիրեր որ Աստուծո աչքեն փամը չի ծածկվիր, Աստված ամեն դեղ է։ Ինչ գնես, դու գխորիս որ չի տեսնվիր, բայց Աստված կտեսնի։ Դերես առաջին վգաները չի տեսան, բայց ամեն ուրեք Աստված այս մեկը կտեսնի։ Եվ Դավիթ թագավոր շատ գեղեցիկ կբացատրի։ Աստված ամեն դեղ է։ Թե ինչպես սրբությունով ու արդարությունով եւ անարատությունով վարվեցանք ցեզի հետ, որ հավատացինք։ Սրբությունով վարվեցանք։ Սրբությունով վարվեցանք եւ այս հավատացյալները հավատացին, որովհետեւ ինչու Աստծո բնությունը ինքն իր մեջ սրբություն ունի։ Եվ այս բողերու մեջը սերդեի Դերը շատերուտ միտքը պիտի թարմանա ասկեպավական դարիներ առաջ ետև կացի, առաջին անգամ ես եղբայրության եկեղեցին, վարի եկեղեցին 1992 կամ 1 թվականը չէ, երբ ես եկեղեցի մտա, ներսի գամարին վրա այս համարը գար, Աստծո դաջարը սուրբ է, որ դուք եք, ստապեցա նոր ապաշխարած, դերես 24 ժամ եղավ, չէ, գարտամ Աստծո դաջարը սուրբ է, որ դուք եք, Աստված այդ դաջարը ինձի կվերակրի, վարուշ տունես, գամ մգո եղբայր տունես, գամ սակո եղբայր, գարո եղբայր, ամեն մեկը իրանունը տողտնը, այդ դաջարը յուրաքանչյուրս ենք և Աստված գուրախանա դեսնել իր զավակները այդ դաջարի մեջ գուկա, իր հոգիովը գուկա, ով մեզի զարկացուց հոգևոր կյանքի մեջը, մենք մեզի, ոչ, ապա դերոջը հոգի մեր մեջը գործեց, սխալը, շիդագը, բնավորություններ փոխվեցան, մտածելակեր փոխվեցավ, արտահայտություններ փոխվեցավ, շատ բաներ փոխված է, երբեմն մեկ ետևդ նայր, 10 տարի առաջ ինչ էիր, ինչպես կխորեիր, ինչպես կմտածեիր, ինչպես կարտահայտվեր, եւ հիմա, որտեղ Սուրբ Հոգին վրա աշխատեցավ, Սուրբ Հոգին չենք շոշափեր, չենք զգա, բայց ինքը կգործե քու մեջը։ Հաբա ցեզ գանչող Սուրբին պես դուք ալ Սուրբ եղեք, քանզի ես Սուրբ եմ։ Առաջին Պետրոս, առաջին գլուխ 15-րդ համարն է։ Երբ դերը մեզի կգանչե, որտեղ ինքը Սուրբ է կգանչե, եւ մենք իր բնության հաղորդակից պիտի լանք, ուրեմն մենք ալ
ինչ պետք է ելանք, սուրբ պետք է ելանք, մաքուր կյանք պետք է ապրենք, որովհետև Աստված փուրն գերբով գտադաբարդե, մեղքը գտադաբարդե, անգարելի է, արաբերենով մալեշ կսենք, անանք բան չունի Աստծո, այս զավակս այսքան տարի է ապաշխարած է, աչք քոցեպ, անանք բան չի գա, տուն դեղուն վրա Աստծուց մեծ Սուրբ Հոգու միջոցով քեզի գսե որ տուն այսօր սխալ էր, վերջագետ, պետք է խոստովանենք, որ մենք սխալ ենք, որտեղ դերը արդար է, բներեք, ինքը գադե, բոլոր աղդեղություն, բիղծ խորհուրդներ, չար խոսքեր, կորձեր, որոնք իր բնության մեջը կորձ չունին ասում, ինքը սուրբ է և գուզե, որ իր զավակները սուրբը լա, որպես մարմնավոր հայրեր, մեր զավակները չեն գուզել, որ մեր մեջ լավ բնավորություն, որ ունենք իրենք ալ ունենան, այո, քու լավ բնավորություն գուզես, որ աղջկա մեջ տեսնել, դղուտ մեջը տեսնել, թորնիկիտ մեջը տեսնել, Աստված սուրբ է, գուզե, որ իր զավակներն աջիշտ իրեն պես սուրբը լան, սուրբ կյանքեր ապրին, չես կրնար աղոթե, մի կարծեր, որ մենք օրեն երկու օրեն պիտի կրնանք մեղքի թեմ հաղթական կյանքեր ապրին, ոչ, դգարություն ունենք, թերություն ունենք, գաբեր ունենք, բայց դերը իր ժամանակի ընթացքին մեզի այդ փորձություններեն, նեղություններեն գահանե իր հոգիովը, միմյան։ Երկրորդը գուկա արդարության վարվեցան ցեզի հետ որ հավատացիք, ասի երկրորդն, սրբությունը տեսանք, հիմա արդարությունը, Ոյ մեկ դեր, եթե արդարություն չլա, եթե առօրյա կորձ է, արդարություն չի գա, կորձադերը աս կորձավորին էտ լավ գնայի, մյուսին էտ չի նայի, անարդարություն գա, այդ կորձարանը հաջողություն չի գտներ։ Անոր համար է, որ Բողոս Արաքյալ այս եկեղեցի մեջը արդարությունով վարվեցավ բոլոր անդամներուն հետ։ Խդրություն չի տրավ հարուստին, աղկադին, ուսյալին, դկետին, հավա բոլորին հետ մեկ չափով վարվեցավ։ Գսե, այդպես արդարությունով վարվեցավ, որոնք հավատացին, ըսին այդ հավատքը, այդ քու մեջիտ հավատքը մեզի ադուր, որտեղ հավատն է, որ իրենց փոխեց։ Այդ վարմունքը առաջնորդեց իրենց հավատքին։ Հիսուս ճիշտ այս մեկը հրավ, և որ դաջարի մեջ էր, իրենք հրյաները գսեն, որ մենք Աբրահամ ունենք, կբարձենային, բայց Հիսուսավ Աբրահամ երազեց, որ դեսնե, այդ օրը դեսնե, ինձի դեսնե, գադղեցան, և Հիսուսը սավ եթե մեխ պամ ունիմն է, ծեզ մե մեկը թող ելլե հանդիման է ինձի, արդար է, չսավ Հիսուս ես արդար եմ ասա, ոչ, ըսավ եթե մեխ կդեսնեք իմ մեջս հրամեցեք, և մեկը պամը չի գրծանել, և որ պամը չի գրծանել, ինչ գործեցին, ուզեցին կարգոզել, բայց Հիսուս դաջարեն թուրս ելավ, արդարության ամենակ հակատնագետը դեր Հիսուս Քրիստոս է, իր մեջը պամը չի գա, թադաբարդվելիք պամը չի գա, Հովաննու 8:46-ի մեջ է այստեղ։ Ազոխոսքը գսե, վասնզի դերոջը աչկերը արդարներուն վրա է ու իր ագանչները անոնց աղոտքին։ Երբեմն գսենք մեր աղոտները չի լսվիր, պատճառ մը գա և շատ հստակ գսե, արդարություն մը գա, բագաս պամ մը գա, քո աղոտքի գեցած վիճակիտ մեջը բագաս պամ մը գա, տուն անիկա պետք է շտկես։ Հանդիպած եք երբեմն նվավաճարներ իրենց գշիրկը երբեմն գշտկեն, գոջակ ունին, գշտկեն, որովհետեւ շիդա կլա։ Աղոտքի կյանքն այդպես է, եթե սխալ բան մը գա, տուն ուզածի չափերը դերը գսե, որ տուն այդ գոջակը շտկե, որովհետեւ քո աղոտքիդ պատասխանը առնես։ Չի գնար ըլլալ իմ կյանքից մեջը սխալ բան մը գա, ես առնել չէ երկուն աղոտ կնեմ, բանջ կունիմ, նույթ կունիմ, աղոտեմ, դերը գսե այդ սխալ բանը, այդ անարդարությունը չտկե վերջը աղոտքիդ պատասխանին գնայինք, առաջին Պետրոս 3:12։
Երրորդը անարադությունով վարվեցանք ցեզի հետ, որ հավատացիք։ Ասալ երրորդ վիճակն է։ Անարադություն, այսինքն ամփից, մաքուր։ Գսե իր անարադության մեջ քալողը արդար է։ Ուրեմն ջամփամը գա, ուղիմը գա, որպես հավատացյալ մենք այդ ջամփում մեջը պետք է որ անարադությունով քալենք։ Քին վճարել գա։ Քին վճարել գա, վարուժեքմայր հիմա խոսի գսեք, ոչ անակ չէ, թյուրին չէ։ Հոգևոր կյանքը քին վճարել ունի։ Որովհետև հոգևոր կյանքը ոչ միայն երկու հավատացյալներ իրարու հետ կհարաբերին, ոչ մենք մեկ է ավելի մեր շուրջը անցիկներ ունենք, զանոթ, ասկական, բարեկամ, եւ դու որպես Տերոջը զավակ իրենց հետ պիտի հարաբերես, չեն կրնար հարաբերությունը խզել։ Անոր համար պետք է որ ինչը լան մեր կյանքերը անփիսը լան։ Ասոնք գտիդեն մեզի եւ ասոնք արիտ կսպասեն։ Արիտ կսպասեն, որ մենք սխալ բան մնենք, որպես իրենց վիճակովը հանգիստ սկան, եթե հավատացյալ այսի հրավ, ուրեմն իմրած բամը չէ, ոչ սիրելիներ, մենք, որպես դերոջը զավակներ, պետք է որ անարադությունով կալենք, դեսե իր անարադության մեջ կալողը արդար է, ուստի անոր որդիները իր ետևեն երջանիկ բիդերլան, շատ հստակ է, եթե դերոջը զավակ ես, անարադությունով կկալես, արդարությունով կկալես, քու զավակները պիտի ուրախանան, շատ հանդիպած եք, չէ, ընտանիքներ, որոնց հայրը, ասենք, քինեմոլ է, զավակը գհբարդանա իր հոր վիճակեն տեգամիչնա, կամ փախտախա խաղցող է, ուրախանա, հայրս փախտախա խաղցող է, կամ ընտանիքը անոթի գծկե, ինքը գերտա իր կեֆին գնայի, չընդունիր, բայց հոսքս է, ան որ շիդակ ուղությամբ կկալ է, իր զավակները երջանիկ կլան, ուրախանան, հաբա որ դեր ասված եթե գտեսնե իր զավակները շիդակ ուղիի մեջ են, որքան ուրախանա ասված։ Բողոս Արաքյալի նշանակալից մեկ վկայությունը։ Վկայություն ունի Բողոս Արաքյալ, որ եզակի է իր օրինակի մեջը եւ շատ խորունկ իմաստներ ունի։ Եվ անալ Քաղատացիս 2:20-ն է։ Գսե Քրիստոսի հետ խաչը ելա եւ ալ գենթանի եմ, ոչ թե ես հավա Քրիստոս գենթանի է իմ մեջս, բայց ես որ հիմա մարմինով գաբրիմ Աստծո որդուն հավատքով, որ զիս սիրեց ու իր անձը ինձ համար մատնեց։ Բողոս Արաքյալ խաչը չելած ինչ էր, մերած էր։ Ոյ մեկը մեզ որ հոս է, եթե խաչը ելած չէ, մերած է։ Բողոս Արաքյալ գսե, որ խաչ ելա, ալ գենթանի եմ, որովհետև Քրիստոս գաբրի իր մեջ։ Քանի խաչսի, մի քանի արիտով լսեցի այս շաբաթ, որ պիտի դոնակատարեն, սուրբ խաչ պիտենեն, գսե ջաշկերույթ բարահանտես, ջաշկերույթ բարահանտես, ըսի միտքես մեկ հատ իշխանավոր մեկը չիկա թերացային է, որ դուք ասիկա ինչ կնեք։ Դեսնեք, անոր համար մենք շատ կորձ ունենք գնել։ Մենք շատ կորձ ունենք գնելիք։ Որովհետև մարդիկ այլևս չեն հասկնար Աստծո խոսքը, իր արժեքը իր աչքին առջև գործված է, Աստծո խոսքը իր փայլքը գործընծուցած է, չեն գիտեր։ Բայց բարդավոր ենք ես թուն այդ մեկը մեջտեղ անել, Երևան անել, փայլեցնել, որու միջոցով քու կյանքովդ պիտի շահիս։ Ուրիշ ոչ մեկ բան, քու կյանքդ։
Գործարակելոց 9-րդ գլուխը, եթե գարտակ պիտեցնեք, ինչպես Սողոսը Բողոս եղավ։ Երբ քահանապետեն թուղթ կառներ Դամասկոս երթալ, որովհետեւ անոնք, որոնք Հիսուսը ընդունած են, անոնք ցերպակալեր, հայոյել դար, փանդարգել, ցեզել եւ այլն եւ այլն։ Բայց ինչ եղավ, դերը իրեն հանդիպեցավ։ Եվ որ դերը իրեն հանդիպեցավ ու ցիեն վարինգավ, գիտեք առաջին խոսքը ինչ ասավ։ Դեր ինչ կուզես որ ընեմ։ Իր բոլոր միտքը, սիրտը, էությունը ինչ կահոն վերջացավ, արթնցավ, մահակունեն արթնցավ, և ասավ դեր ինչ կուզես որ ընեմ։ Եվ գտեսնենք իր նամակներուն մեջը, որ ասված ավետարանին կորձը իր ուսերուն վրա դրավ, որովհետև վստահելի անց մի եղավ։ Բավական ժամանակ վերջը գսե ես առաքյալներուն հետինն եմ, գործը առջև երթա, ինքը գսե ես առաքյալներուն ամենա ետևն եմ, նորեն բավական ժամանակ երթա, ես գսե սուրբերուն փոքրակույնն եմ, մեծ գործի դեր, ավետարանիչ, եկեղեցիներ հիմնել, ետև երթա, սուրբերուն գսե փոքրակույնն եմ, և շատ ժամանակ չանցնիր գսե մեղավորներուն գլուխը ես եմ։ Ճշմարիտ հավատացյալին հոգին ասե։ Ինչ որ այսօր գնես, վաղը մորցիր, և Բողոս առաքյալ ճիշտ այս էր։ Դեր ինչ որ գուզեսնեմ, ինչի կացին, ետև երթա, վերջավորության մեղավորներուն գլուխը գանցնի։ Այս է, եթե դերը կորձը բիտ վստահի կեզի, դուն կոնե ասոնցվե մեկը պետք է որ ունենաս կույանքիտ մեջ։ Հբարտներուն կորձ չի գա, անկորձ են հբարտները։ Ան որ գխոնարի դեր ոչը ծեր գինդագը, ան է որ դերը գկորձած է։ Սրբությունով, արդարությունով և անարդությունով վարվեցանք ցեզի հետ, որ հավատացիք։ Վասնզի շնորհքով բրգված եք դուք հավատքի միջոցով և այս ոչ թե ցեզմե է, հապա Աստծո բարգևն է։ Ուրեմն ամփոփելու համար բարգև է, շնորհք է, նվեր է, այս փրկությունը Աստուծմե։ Աստված բարգև ըրած է, շնորհք ըրած է, բոլոր անոնց, որոնք գհավատան, դեր Հիսուս Քրիստոսի փրկությանը, ապահովության համար գհավատան, որ դեր Հիսուս Քրիստոս ինձի համար խաչ ելավ, հավատալ, ուրիշ բան չի հավատալ, և անոր համար գսե բարգև է։ Ուրեմն ինչ եղանք, հավատքը լսել են գսե Աստծո խոսքը և լսելը Աստծո խոսքեն, Հռոմայեցիս 10:17։ Այս բաղմությունով ուզեմ հագել այսօր, վերնակիրն է կյանքով շահիլ։ Ֆրանսիայի մեջ ավետարանչական ժողով դերի ունենար և դիգիմը սկսավ հաճախել այս ժողովներուն։ Բավական հաճախել են ետքը, որ մնալ ապաշխարեց, սիրտը դեր Հիսուս Քրիստոսի հանձնեց։ Երբ տուն վերադարձավ, գիտնալով հանդերձ, որ իր ամուսինը հագա քրիստոնեական մեկն էր, անաստված մեկն էր, խիստ մեկն էր, չար մեկն էր, երբ տուն եկավ, ուրեմն ամուսինը սա որ եկեղեցի են ուկած և այս քույրը սավ այո եկեղեցի են ուկամ։ Որովհետև մարդը շատ խիստ էր, բարգացող էր, սավ ասի վերջին և առաջին եկեղեցի երթալը դե։ Եթե հաջորդին երթաս, գսե քու ցերկովը տուն կեզի մահվան կանցնես, այսինքն պիտի սպաններ այդ աստիճան։
Ես կհիշեմ, դերը շատերը դալ կհիշեք, հիմա երկինքն է, քույր մգար, նվիրված քույր մգար, որուն ամուսինը ածուխը իր գլուխին տապած էր։ Այս քրոջը գլուխին տապած էր, որովհետեւ իր հավատքեն հրաժարի։ Շատեր այսօր գալածվին, որովհետև իրենք ճշմարիտ քրիստոնյաներ էր։ Ուրիշ եղբայր մգար մայրը սուրբ գիրքը գվահեր, որովհետեւ սերդոություն չներ։ Եվ այս երդասարտը քալելով այս եկեղեցին մուկար, սուրբ գիրքը առնելով իր սերդոությունը կպատրաստեր։ Դերես ամեն մեկը դա կրնակ վրան ավելցնել։ Թյուրին չէ, հոգևոր կյանքի մեջը շատ թշնամիներ ունենք, մանավանդ ներսի թշնամիները, որոնք մեզ շատ թյուրությամբ կրնան նեղություն տալ։ Ուրեմն աս քույրը գսկսի պայքար իր մեջը։ Ամեն անգամ որ գաղոթե որոշումի մի արջև գուկա։ Եթե եկեղեցի երթա իր ամուսինը գրնա իրեն քեշփան մնել, սպանել։ Եթե եկեղեցի չերթա Քրիստոսին եղածուցած բիդլա։ Այս երկու վիճակներում մեջը այս քույրը որոշեց, որ եկեղեցի երթա։ Սա Քրիստոսի համար իմ կյանքը ստալը ես ավելի շահավոր գելնեմ։ Ու գնաց երբ նույն վերադարձավ իր ամուսինը հրացանը ցերկը դրան արջև կսպասեր եւ այս քույրը ասավ եթե իմ ազիս մերցնես ասավ ես իմ սիրելի բրճիս ցերկերու մեջ աչքս կփանամ այս խոսքին վրա այս խիստ մարդը իր հրացանը վարելով տեսավ ուրիշ նելիք չունի եւ գինը այս կարևոր խոսքերը ասավ ես կսե եկեղեցի երթալով քեզ ավելի հնազանդ էի հավատարիմ եմ եւ ավելի աշխատասեր եւ ճշմարտախոս ամուսինը այս վիճակները տեսնելով արդեն իսկ հուլ եկած էր եւ մարդը ասավ գսե զիս հաղթեցիր կյանքովդ այս է հոգեվոր կյանքին անուշությունը գեղեցկությունը այս է մենք մարդոց պիտի հաղթենք այս ցևով իրենց մեր կյանքով իրենց պիտի շահենք թյուրին չէ փուշոտ ճամփա է կարոտ ճամփա է ցեխոտ ճամփա է բայց իմիդի ունենանք որ մենք Դեր Հիսուս Քրիստոսի հովանավորության դանք ենք այս երկրի վրա իր բարքին համար ամեն